Ամերիկյան ռազմանավերը Իրանին են մոտեցել զուգահեռ Օմանում մեկնարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները։ Եթե Իրանի հետ պայմանավորվել չստացվի, վատ բաներ կկատարվեն, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։ Կողմերը մինչև նախորդ օրը չեն կարողացել օրակարգի շուրջ պայմանավորվել։ Իրանը պնդում էր, պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ մինչև Իսրայել ու ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմաբազաներ հասանելիություն ունեցող բալիստիկ հրթիռների հարցը չէ։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է, օրակարգը չի սահմանափակվի միայն միջուկային ծրագրով, բալիստիկ հրթիռների հարցն էլ արժե որ քննարկվի։ 1980-ից հետո այս երկու երկիրը դիվանագիտական կապեր չունեն, բայց սա առաջին դեպքը չէ, որ շփման եզրեր են շոշափում։ 2025-ի հունիսին ու նորից Օմանում ԱՄՆ-ի ու Իրանի պաշտոնյաները միջուկային համաձայնագիր քննարկելու էին գնացել։ Գործընթացը կանգ առավ այսպես. Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, ավելի ուշ միացավ Միացյալ Նահանգներն ու խփեց Իրանի միջուկային օբյեկտներին։ 8 ամիս է անցել այդ օրից ու մնաց մի քանի ժամ հասկանալու համար, ինչպես կավարտվի կեստարյա թշնամության այս մի էպիզոդը։